Հանուն Հոր եւ Որդու եւ Ոգու Սրբո ամեն։ Եվ նրանց, որոնց եկեղեցում հաստատեց Աստված, առաքյալներն են, մարգարեները եւ վարդապետները, ասում է Պողոս առաքյալ։ Մարգարեները մինչև Քրիստոս են եղել եւ մարգարեացել են Քրիստոսի մասին։ Մարգարեները ժամանակային սահմաններից դուրս էին, օրինակ Մովսես մարգարեն, խոսում են անցյալի դեպքերի իրադարձությունների մասին, թե ինչպես Աստված աշխարհը ստեղծեց, արարեց, ինչպես դրախտը հաստատեց, Ադամի, Եվայի եւ մարդկության ծննդյան պատմություն։ Մարգարեները խոսում են նաեւ ներկայի մասին, որովհետեւ մարդկանց կատարածները ճանաչում էին, մարդկային էությունն են խորամուխ լինում եւ այդպես խոսում էին անցյալի, ներկայի եւ հատկապես ապագայի մասին էին խոսում։ Մարգարեները ապրել են շատ ավելի շուտ, քան մեր Տերը Հիսուս Քրիստոս, բայց Քրիստոսի տնօրինական բոլոր խորհուրդների մասին խոսել են, պատմել են, գուշակել են, մարգարեացել են։ Մարգարեները խոսում են Հոր Աստծո մասին, որտեղ ոչ ոք այդ ժամանակ բացահայտորեն չգիտեր Քրիստոսի մասին։ Միայն մարգարեությունների մեջ, ծածկված խորհուրդների մեջ էին խոսում Քրիստոսի մասին։ Սուրբ Հոգու մասին էլ եւս չգիտեին։ Եվ երբ մեր Տերը Հիսուս Քրիստոս ծնվեց լույս աշխարհ եկավ, առաքյալները տեսան Քրիստոսին, ճանաչեցին, լսեցին, շոշափեցին, ճաշակեցին Քրիստոսին եւ այդպես առաքյալները խոսեցին Քրիստոսի մասին։ Մարգարեների լրումը Հովհաննես Մկրտիչն է, որը թե մարգարե է եւ թե առաքյալն է, անցումն է մարգարեներից դեպի առաքյալներ։ Իսկ առաքյալներով Սուրբ Հոգու իջնելով սկիզբ է դրվում վարդապետների շրջանը, որոնք խոսեցին Սուրբ Հոգու մասին։ Եթե մարգարեները խոսում էին Հոր մասին, առաքյալները Որդի Աստծո մասին, ապա վարդապետները եկեղեցու խոսում են Սուրբ Հոգու մասին։ Հոգեգալուստից սկսվեց եկեղեցու շրջանը, Սուրբ Հոգու գործունեության շրջանը։ Այսօր մենք գտնվում ենք Սուրբ Հոգու շրջանում։ Եկեղեցու վարդապետները եղան ջրաջան մեղուներ։ Մեղուն շրջում է բնության մեջ, հավաքում է ծաղիկների նետկարը եւ պատրաստում է անուշահամ մեղր։ Այդպես էլ Սուրբ վարդապետները խորամուխ եղան Սուրբ գրքի խոսքերի մեջ։ Աստծո խոսքի անդաստանի մարգագետինների վրա փոշին նեկտարը հավաքեցին եւ իրենց սրբությամբ, իրենց ճգնություններով, աղոթքներով դարձեցին անուշահամ մեղր։ Ինչ որ մենք լսում ենք եկեղեցու Սուրբ վարդապետների վարդապետությունը, դա մեղրն է Աստծո խոսքի։ Նեկտարը Սուրբ գրքի մեջ է, մեղրը վարդապետությունն է։ Եվ եթե մենք ուզում ենք քաղցրանալ հոգով, ապա Սուրբ վարդապետների խոսքերը պետք է լսենք։ Սուրբ վարդապետները նաև եղան հանքափոր վարպետներ, վարպետ, վարդապետ։ Սուրբ գիրքը անհատնում գանձ է, Աստվածաշունչի մեջ թաքնված են երկնքի արքայության գանձերը, բայց ոչ բոլորն են կարողանում գտնել այդ թանկարժեք քարերը։ Ուստի Սուրբ վարդապետները կարողացան Սուրբ գրքի խորքերը մտնել, գտնել այնտեղ Աստծո խոսքի գանձերը, երկնքի արքայության պարգևը եւ դուրս հանել ու մեզ հրամցնել, մեզ տալ։ Եթե մենք ուզում ենք գանձ գտնենք, գանձ վերցնենք, ապա պետք է եկեղեցու Սուրբ վարդապետների մոտ գնանք, նրանց մոտ են Աստծո խոսքի գանձերը։ Եկեղեցու Սուրբ վարդապետների տոնն է ասել, հայրապետների տոնն է Աթանասի, Գրիգոր Աստվածաբանի եւ
Կյուրեղ Ալեքսանդրացու։ Այս երեք նշանավոր սուրբ հայրապետները երեք գլխավոր տիեզերաժողովների կազմակերպիչներն են։ Սուրբ Աթանաս հայրապետը նախաձեռնել է, գրել է հավատո հանգանակը, որ ամեն անգամ պատարագին մենք հռչակում ենք, հավատանք իմի Աստված, հավատում ենք մեկ Աստծուն, որից հետո գալի Գրիգոր Աստվածաբանը գումարեց Կոստանդնուպոլ սուրբ ժողովը 381 թվականին ընդդեմ Նեստորի, որ ասում էր, որ Սուրբ Հոգին Աստված չէ, իսկ Արիոսն ասում էր, որ Որդին Աստված չէ, եւ այդպես Աթանաս Ալեքսանդրացին հաստատեց Աստծո միածին Որդու աստվածությունը, իսկ Գրիգոր Աստվածաբանը հաստատեց Սուրբ Հոգու աստվածությունը։ Եվ երրորդը իբրև կնիկ հավատո, ինչպես ասում են եկեղեցու Սուրբ հայրերը, Կյուրեղ Ալեքսանդրացին է։ Հայոց եկեղեցու եւ արևելյան 12-5 եկեղեցիների համար եկեղեցու Սուրբ հայրերի ավարտը Կյուրեղ Ալեքսանդրացին է։ Դրանից հետո այլևս մենք տիեզերալույս վարդապետ չենք ընդունում ընդհանրական եկեղեցուց։ Կյուրեղ Ալեքսանդրացին 12-րդն է եւ վերջինն է, որ գումարեց Եփեսոսի ժողովը 431 թվականին։ Մի է բնություն բանին մարմնացելով, այս էր Կյուրեղ Ալեքսանդրացու բանաձևը։ Քրիստոս մեկ է, անխառն անշփոթ միավորյալ մեկ բնություն։ Երբեք մենք չենք ընդունում Քրիստոսի մեջ երկու բնություն, այլ մեկ Աստված մարդկային բնություն։ Մի է բնություն բանին մարմնացելով, մենք կանք եւ մնում ենք Կյուրեղ Ալեքսանդրացու այս բանաձևի վրա եւ երբեք չենք շեղվել, Քրիստոսին չենք բաժանել, այլ Քրիստոս մեզ համար մեկ է։ Մի է բնություն բանին մարմնացելով, անխառն անշփոթ Աստված մարդկային մեկ բնություն, Քրիստոսի մեջ մենք սա ենք դավանում։ Այս է հիմքը մեր եկեղեցու